Մայիսյան հերոսամարտերի 107-ամյակի արդիվ հայաքվե նախաձեռնությունը տոնական համերգ էր կազմակերպել Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում։ Հայ ժողովրդի փառավոր էջերից են Սարդարապատի, Բաշապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որտեղ հայերը ջախջախել են թուրքական ուժերին և հետ շպրտել հայկական հողերից։ Այսօր 107 տարի անց պատմությունը ինչ-որ չափով կրկնվում է։ Սակայն այդ 107 տարի առաջվա իրադարձությունները մեծ խորհուրդ ունեն մեր համար։ Առաջինը մեր հողը սրբազան հողը։ Նա սրբագործված է հերոսների արյամբ, նա պահված է հերոսների վճռականությամբ, սխրանքով։ Ավետիք Չալաբյանը շեշտում է, մենք պետք է կարողանանք վերականգնել մեր մեջ տոնի հաղթանակի գիտակցությունը, հաղթանակներին տեր կանգնելու գիտակցությունը։ Խոնարհվելով մեր հերոսների սխրանքի առջև, փառք տալով իրենց, միևնույն ժամանակ մենք պետք է հանձ առնենք շարունակելու իրենց գործը, տեր կանգնելու իրենց սխրանքին, հզորացնելու, շենացնելու մեր երկիրը և երբեք չհրաժարվելու մեր միասնական հայրենիքի փառքը վերականգնելու հեռանկարից։ Հայ ժողովուրդը պետք է կարողանա թոթափել իր մեջ պարտվողի գիտակցությունը։ Չալաբյանը շեշտում է, մենք պարտված չենք, մեր մեջ մարդկանց և ազգերի պատմություն է։ Այսօր մեր պարտականությունն է գիտակցել, որ այս հողը 29740 քառակուսի կիլոմետր չի։ Սա ինչպես ասել է ևս մեկը, միլիմետր առ միլիմետր սիրելու հող է։ Այս հողի ամեն քառակուսի մետրը, ամեն քարը, ամեն թուփը, ամեն ծառը իր մեջ սխրանք է կրում։ Մայիսյան հաղթանակներին հաջորդել են և պարտություններ, և հաղթանակներ, սակայն ազգի կյանքը շարունակական է, նկատում է Չալաբյանը։ Մենք անցել ենք պարտության միջով, բայց պարտությունը դատավճիռ չէ, դրանից պետք է դասեր քաղել, ուժ կուտակել, պատրաստ լինել նոր հաղթանակների։ Նրանք գնացին չվերադառնալու հեռանկարով, նրանք գնացին իրենցից մեծ ուժի դեմ, գնացին ու հաղթեցին, որտեղ նրանց մեջ են ոգին, որը առանձնացնում է իսկական հերոսին, իսկական հայրենասերին։ Փառք Հայաստանի Հանրապետությունն է, և փառք մեր երեխաներին, որ ապրելու են։